Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանն օրերս մեր հանրությանը աչքալուսանք տվեց, տեղեկացնելով, որ հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2-ի փոխարեն դառնալով 1.5 տարի, եւ սկզբնապես նախատեսված էր, որ այս որոշումը պետք է հաջորդ ամառվանից ուժի մեջ մտնի, սակայն դա տեղի կունենա հունվարի 1-ից։ Ինչպես եք գնահատում այս որոշումը, ինչի է փորձում հասնել Փաշինյանը սրանով, հատկապես երբ մենք գիտենք եւ նույն պաշտոնյաներն են խոստովանում, որ բանակում մարդուժի խնդիր ունենք սահմանները պահելու եւ հենց դրանով էլ պայմանավորված հայտնի վարժական հավաքների մասնակիցները հիմնականում մարտական հերթափոխություն են իրականացնում։ Ակնհայտ բանակի լուծարման հերթական քայլն է, որտեղ առաջին քայլը չի։ Ակնհայտ է սա վերլուծության առումով։ Շատ ավելացնելու բան չկա, եթե դու կրճատում ես ժամկետային ծառայության ժամկետը, դարձնելով նվազագույնը 2 տարուց, որ նվազագույնն է, դարձնելով 1.5 տարի պետության պարագայում, որը այնուամենայնիվ ինչ էլ խաբեն խաղաղություն չունի, այլ ունի պատերազմ էլ չունի, որտեղ արդեն պատերազմ չի, սա կապիտուլյացիոն վիճակ է, այլև ունի կապիտուլյացիոն վիճակ, որը շատ ավելի բազմանալու եւ կրկնակի կապիտուլյացիայի վերածվելու հեռանկար ունի անխուսափելի, այդ իրավիճակում ժամկետային ծառայությունը զինվորական կրճատելը նշանակում է բանակը ոչնչացնել արդեն հիմնովին, որովհետեւ չի լինելու մարդ ուժ, չի լինելու բավարար քանակությամբ զին ուժ, այսպես թե այնպես հայտնի է, որ բոլորը փախնում են երկրից, ովքեր հնարավորություն ունեն, ովքեր չունեն, երազում են փախչելու մասին, մի մասն էլ ուղղակի երջանիկ է այս վիճակով, հետևաբար մնում է, եւ այս պայմաններում, երբ նաեւ ծնելիությունն է անչափ ընկած, երբ 5000 երիտասարդներ գերեզմաններում են եւ իրենք էլ սերունդ չեն տալու այլևս, եւ բացասական սալտոն ուղղակի բացարձակ է դարձել դեմոգրաֆիկ առումով, կրճատել բանակում ծառայությունը փոխանակ, ասենք եթե նորմալ հասարակություն լիներ, եւ չեմ ասում նորմալ պետություն, նորմալ հասարակություն լիներ եւ նորմալ ինչու՞ չէ պետություն, հիմա պիտի զինվորական ծառայությունը լիներ առնվազն դարձվեր պատերազմից հետո, առնվազն 3 տարի, եթե ոչ 4, պիտի լիներ պարտադիր, պրոֆեսիոնալ բանակի մասին խոսք չպիտի գնար, որտեղ պրոֆեսիոնալի մեջ միայն բառն է գեղեցիկ հնչում, պրոֆեսիոնալ բառը Հայաստանի պարագայում, որտեղ սա խոշոր գերտերություն չի, որ կարողանա իրեն թույլ տալ պրոֆեսիոնալ բանակ, ռեսուրսների առումով բավականին մեծ գումար է պատերազմի, այո, որտեղ վճարովի է սարքում, ընդ որում ամեն մեկը չի, որ կուզենա գնա ծառայի թեկուզ վճարովիով, բայց դա այլ թեմա է, եւ երկրորդ հերթին, եթե սա հասարակություն եւ պետություն լիներ եւ գիտակցեր ամբողջականությունը, թե ինչ է պետք ողջ մնալու համար, թե ուղղակի թե փոխաբերական առումով, ծառայությունը ոչ միայն կդարձվեր 3 կամ 4 տարի, այլև կանայք նույնպես պիտի զորակոչվեին բանակ, բայց քանի որ սա ոչ թե ուժեղանալու եւ կենթանի մնալու քաղաքականություն է թե հասարակության եւ թե պետության կողմից, այլ ինքնաոչնչանալու, ապա արվում են այս քայլերը եւ սա շատ տրամաբանական է։ Մյուս կողմից էլ պիտի ասեմ, որ իսկ ում է պետք է ծառայությունը, եթե արդեն բանակը այսպես թե այնպես 2020 թվականից սկսած ներառյալ 20 թվական, ներառյալ այսպես կոչված 44-օրյա պատերազմը, բանակը ուղղակի հետ է քաշվում հրամաններով եւ ստորագրություններով։ Ում է պետք այդ բանակը։ Այդ բանակը կա չկա մի հաշիվ է։ Դիրքերը պահում են, չեն պահում մի հաշիվ է։ Ես ձեզ ասեմ, ես չեմ կարծում, որ դիրքերը պահվում են ընդհանրապես։ Որտեղ ես լսում եմ պատմություններ, որ առանձին հատվածներում ընդհանրապես դիրքապահները, չգիտեմ, ինչ որ սիրողական մակարդակի մարդիկ են, եթե անգամ զինվորական են, լսում եմ, հիմա չգիտեմ ինչքանով են արժանահավատ, բայց ես հավատում եմ դրան։ Պատմիցս տեսել ենք, որ չկրակելու հրամաններ են տրվում մարտական գործողությունների ժամանակ։ Կարծում եմ, այո, նաև լսել եմ, որ այսպես եմ ձևակերպում իհարկե, լսել եմ, որ շատ հատվածներում ուղղակի բաց է շփման գիծը, որտեղ այս երկիրը պաշտպանվելու խնդիր չի դրել իր առջև այլևս, այս երկիրը կապիտուլացված է եւ այս մասին չգիտես ինչի չեն խոսում։ Եվ գնում է վերջնական, անդառնալի եւ հավերժական կապիտուլյացիայի այլևս, գնում է խաղաղության, որ այո, Հայաստանում այո իրականում հաստատվելու է խաղաղություն, բայց դա լինելու է Հայաստանի ադրբեջանացումից հետո միայն ամբողջական։ Եվ այս կոնտեքստում գիտեք, արդեն մենք սա նման է նրան, որ փոխանակ քննարկես եւ մտածես, թե Քասկերի օջախը որն է եւ ինչու եղավ այդպես եւ եզրակացություններ անես, խոսում ես առանձին մեկ մետաստազի մասին, տարածված ինչ որ մեկ այլ տեղի մասին, երբ օջախին չես անդրադառնում։ Օջախը նա է, որ սա մի բանակ է, որը
հրամաններով հանձնել է հանգիստ, այսինքն գնացել էր իբր կռվելու եւ պաշտպանելու հայրենիքը, հետո պարզվեց, որ դա հայրենիք չի եւ բանակը ընդունեց, որ դա հայրենիք չի եւ սխալ է, որ հայրենիք չի, որտեղ հայրենիք էր։ Բայց դրանից հետո այդ նույն հայրենիքը, որի համար իբր պատրաստ էին արյուն թափելու, ստորագրության արդյունքում հանգիստ թողեցին հետեկան տները։ Որևէ մեկը չընդվզեց հայտնի որոշման դեմ։ Ընդվզելու մասին չի խոսքը, անգամ բողոքի ձայն չհնչեց, ձայն չհնչեց։ Եվ ինչ է բանակը առանձին մի երևույթ չի, հատկապես այսպիսի փոքր եւ վտանգի տակ գտնվող պետությունների եւ ժողովուրդների պարագայում սովորաբար դա ժողովուրդն է, բանակը ժողովուրդն է։ Եվ եթե ժողովրդի վերաբերմունքը այսպիսին է ամեն ինչին, եւ ես ավելի ու ավելի կապշեի, եթե արդեն վարժված եւ հասկացած չլինեի, տեսնելով այս ծայրահեղ երջանկությունը, որ տիրում է Հայաստանում այս օրերին։ Եվ իրենց վաճառում են այն, ինչ որ լավ գնում է այս ժողովուրդը։ Տեսեք ինչքան են սկսել իշխանական խոսնակները ասել, որ տեսեք քանի ամիս է կրակոց չկա, ինչպես են մարդկանց ուղեղները սրսկում սրսկիչներով, որ խաղաղություն է հաստատվել, ասենք դա բացարձակ սուտ է, չէ, որ խաղաղություն է հաստատվել։ Խաղաղություն դեռևս չի հաստատվել, որտեղ դեռևս որոշ հայեր ապրում են Հայաստանում։ Խաղաղություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ այդ մարդիկ չլինեն այլևս Հայաստանում, այսինքն Հայաստանը վերածվի Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այդ դեպքում կլինի խաղաղություն։ Պարոն Մարտիրոսյան, հենց այս համատեքստում հակադարձում են, որ խաղաղություն է հաստատվել, ռազմական բյուջեն են կրճատվում եւ այլն, բայց օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը, ու այս խաղաղության հաստատումը նաեւ հենց այս հանգամանքով են հիմնավորում, նշելով, որ եթե չլիներ խաղաղություն, նման որոշում չէր լինի, այսօր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ աստիճանաբար ապաշրջափակվում ենք։ Ըստ էս ինչու Ալիևը այս փուլում նման ժեստ կատարեց, իշխանության ներկայացուցիչները գիտենք, թե ինչքան են մեծ տեղ տալիս այս որոշմանը։ Որովհետեւ այս ամբողջի ծրագրավորողը Իլհամ Ալիևն է, եւ որովհետեւ ինքը խոշոր ստրատեգ է եւ լուրջ մտածող մարդ է, եւ ի տարբերություն այս կողմում գտնվողների, ինքը ունի պետական մտածողություն։ Ինքը ունի լուրջ ռազմավարական մտածողություն, որը իհարկե իր մոտ կատարելության է հասցված, բայց դա մի այդպիսի բարդ բան չի ունենալը, եւ կարող էին եւ այստեղ էլ ունենալ։ Բայց այստեղ չունեն, որտեվ չեն ուզում ունենալ, որտեվ այդպեսին է տեսակը, այդպեսին են ցանկությունները, իղձերը, այդպեսին է պահանջները հասարակության։ Իսկ իրենց մոտ ուրիշ է, եւ ինքը ըստ իր պլանի իրեն անչափ անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, անհրաժեշտ է Ադրբեջանին եւ Թուրքիային եւ Ռուսաստանին ցույց տալ, որ խաղաղությունը իբրև թե հաստատվում է, եւ ինքը սրանով անում է մի քայլ, որը ըստ էության ոչինչ է, զրոյական քայլ է եւ բացատրում է։ Ոչ մի բան չի զիջում Ալիևը սրանով։ Չէ, ոչ մի բան չի էլ անում, ոչինչ չի էլ բացում փաստացիորեն, բայց շատ խելացիորեն ինքը այդ քայլը անում է, որպեսզի սրանց ձեռքը հաղթաթուղթ տա, ցույց տալու եւ սրանց բացատրելու եւ համոզելու, ուղեղները լցնելու, իբրև թե խաղաղությունը իրոք հաստատում, որտեղ տեսեք, Ադրբեջանը ինքն է քայլեր անում արդեն, տեսեք, մեր արած արդյունք է տալիս, այնպես չի որ միայն մենք ենք զիջում։ Ադրբեջանը տեսակ ինքն էլ զիջեց, այսինքն ինքն էլ այլ ընտրանք չունի գնալու խաղաղության եւ լավ քայլեր անելու։ Բայց իրականությունը ո՞րն է, այդ բեռները, որոնք գալիս են, մասնավորապես Ղազախստանից եկող բեռը, բոլոր բեռներն էլ ամենայն հավանականությամբ, այսպես ասեմ, անցել են Ադրբեջանով դեպի Վրաստան, վերջնակետ ունենալով Վրաստանը։ Վրաստանում ամենայն հավանականությամբ ենթադրաբար, այսպես ձևակերպեմ, դրանք վերաձևակերպվել են տարբեր ընկերությունների միջոցով դեպի Հայաստան։ Կամ այդ ինչ է այդ Ադրբեջանի ուղին որևէ այլ ընտրանք չուներ, հիմա արդեն կմտնեն Ադրբեջան ընդհանրապես առանց վերաձևակերպման ուղիղ դեպի Հայաստան։ Դրանով ոչինչ չի փոխվում, ոչինչ չի շահում։ Այս դեպքում են էլի Վրաստանի տարածքով գալու։ Էլի Վրաստանի տարածքով են գալու, բայց ես նկատի ունեմ, որ ձևակերպման մեկ օղակը, ներվրացական օղակը դուրս է գալիս մեջտեղից։ Հիմա մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Թուրքիայից նույնպես ազդակներ են գալիս եւ սրանք էլ ասում են, որ հնարավոր է որ սահմանը առաջ կան, բայց սրանք ինչի են այս, ինչպես ասում են անգլերենով haphazard, այսինքն հապճեպ քայլեր կատարվում այսպիսի հենց հիմա, ինչ եղավ հանկարծ, Վաշինգտոնում ստորագրվածի արդյունքում հաստատվեց աննախադեպ խաղաղություն եւ դա տեղի ունենում, չէ։ Սա ծրագիր է, պլան է, հերթական քայլն է վաճառելու ընտրողներին, որ տեսեք կոնկրետ արդյունք է բերել Փաշինյանը։ Եվ սահմանի բացումը Հայաստանի կործանում է նշանակում Թուրքիայի։ Այս մասին ով է խոսում բացի ինձնից։ Ոչ ոք չի խոսում, ոչ ոք ռիսկ չունի այս մասին խոսելու։
որտեվ ծամոնի պես մի բան գցում են բերանները եւ բոլոր այդ ծամոնը միմյանց բերանից իրար փոխարինելով սկսում են ծամել նույն ծամոնը եւ դուրս տալ նույն բանը, այս ճշմարտությունը ոչ ոք չի ասում, էթում եւ ընդդիմադիր կոչվածները։ Սահմանի բացումը մահ է Հայաստանի տնտեսության համար, հայ գյուղացու համար, հայ գյուղացու արտադրանքի համար, գյուղացու որպես երևույթ նկատի ունի, ոչ թե անհատների։ Թեև դա անհատների կյանքի վրա ուղղակի ազդեցություն է ունենալու։ Սահմանի բացումը ոչինչ Հայաստանին չի տալու։ Այդ սահմանը օրհնանք էր, որ փակ էր Հայաստանի համար։ Բայց հիմա թող բացվի, ես կարծում եմ, որ արժանի է Հայաստանը, որ բացվի այդ սահմանը, թող բացվի եւ հետևանքները կտեսնեն։ Օրինակ իշխանական թևը հակադարձում է, ասում է, եթե այդպես պիտի լինի Հայաստանի տնտեսությունը պիտի ոչնչանա, ինչու են այսքան տարի փակ պահել։ Ասեմ, հա, էլի իրենց դեմագոգիկ, գավառական էլ չէ, գեղչկական, ոչ թե գյուղացիական, այլ գեղչկական, նրանք տարբեր բան են, գեղական ատմասկաներից մեկն է եւ սուտ այդ հազարավոր թեզերից մեկն է։ Ասեմ ինչ են փակ պահել թուրքերը։ Թուրքերը ունեն արժանապատվության շատ ուժեղ զգացողություն եւ ունեն առանձին մոտեցումներ, իրենց համար շատ հաճախ արժանապատիվ խնդիրը լուծելը առավել կարևոր է, որտեվ իրենք գիտեն, որ տվյալ հարցում իրենք միևնույն է հասնելու են վերջնակետին, իրենք ուզում են դա արժանապատվորեն անել, իրենց հաղթանակը մի քիչ թող երկար լինի, հետեւաբար իրենք սահմանը փակ պահելով ճնշում են գործադրում այն կողմի վրա, որը երազում է սահմանը բացելու մասին։ Եվ նաև արժանապատվություն են դրսևորում անմիջապես չբացվելով, իրենց գիրկը չբացելով, թեև իրենց գիրկը բացելով կխեղդեն իրենց գրկում։ Բայց դա չեն անում, որպեսզի իրենց արժև թավալ գա այդ դիմացի կողմը եւ խնդրի եւ աղերսի բացել, հա, ինքնասպանական մոլուցքով աղերսի բացել, ինչը տեղի ունեցել 30 տարի շարունակ։ Բայց առանձնակի խոշոր ջանքեր չեն կատարվել։ Իհարկե Սերժ Սարգսյանը արեց այդ ջանքերը, էլի 2009 թվականին կարծեմ այդ քաղաքական թավալը Հայաստանի տեղի ունեցավ հայ-թուրքականով, արձանագրություններով եւ այլն, բայց փառք Աստծո այդ ժամանակ չհասավ որևէ կետի։ Հիմա դա արդեն այս մոլուցքը վաճառվում է որպես մի հրաշալի բան, որտեղ Հայաստանում ամեն ինքնասպանական, քաղաքական ինքնասպանական գործողություն եւ process ներկայացվում է որպես փրկություն, որպես դրախտային մի բան, երանելի մի երևույթ, եւ այդ առումով հիմա սրանք խնդրում են եւ թուրքերն էլ արդեն բարեհոգաբար, որտեղ իրենց բոլոր ուզածները կատարվում են, ասում են հա մենք կբացենք, որտեղ եկել է ժամանակը վերջնականապես խեղդելու Հայաստանը։ Հայաստանը արդեն այնքան չունի դիմադրողականություն, որ հենց սահմանը բացեցին վերջանում եւ վերանում է արդեն ամեն ինչ։ Բայց դե սրանց գլուխը լցրել են, որ սահմանը բացելը լավ է, որովհետեւ Վրաստանով գնալու փոխարեն մենք մի հատ ուղիղ կգնան Թուրքիայով ու վերջ այդտեղ երջանկությունը վրա է հասնում։ Իհարկե երջանկություն կլինի 1-2 օլիգարխների եւ նրանց ընտանիքների համար, որոնք տարիներ շարունակ երազել են այդ ճանապարհով առևտուր անելու մասին, Թուրքիայի հետ առևտուր անելու մասին։ Հայաստանի մեջ բազմաթիվ հարուստներ կան եւ ես ինքս լսել եմ մարդկանց, որոնք երազում են, որ զանգվածաբար թուրքերը գան Հայաստան։ Այստեղ խնդիրը թուրք ազգի մասին չի, այստեղ խնդիրը թուրքերի գաղափարախոսության եւ իրենց նպատակների մասն է, թե իրենք գալով Հայաստան ինչ են անելու Հայաստանի հետ։ Իրենք կլանելու են Հայաստանի այս մնացած ողորմելի կտորը։ Իրենք չեն թաքցնում իրենց այդ մտադրությունները։ Չէ, որտեվ իրենք բական ազնիվ են իրենց մտադրություններում արտահայտելու հարցում։ Այսինքն իրենք շատ անկեղծորեն արտահայտում են։ Հիմա դա է տեղի ունենալու։ Ամեն ինչ, սա անգլերեն տերմին կա, տարբեր ոլորտներում օգտագործվում է perfect storm, կատարյալ փոթորիկ։ Այսինքն բացառիկ երևույթ, ամեն բոլոր հանգամանքները համընկնում են եւ տեղի ունենում հսկայական մի փոթորիկ։ Սա կատարյալ փոթորիկ է Հայաստանի համար, որտեղ Հայաստանը ինքն է այս ամեն ինչը անում, ինքը սիրով է դա անում։ Եվ թող ոչ ոք չխափի, ժողովուրդը դրան դեմ չի։ Նիկոլ Փաշինյանը կաթոլիկների, հայ կաթողիկոսի հետ հանդիպելիս 2 օր առաջ Վատիկանում հայտարարեց, որ ինքը ինչ անում է ժողովրդի կամքով։ Եվ դա այն եզակի ճիշտ խոսքերից է, որ Փաշինյանը ասում է իմ կարծիքով։ Իմ կարծիքով եզակի ճիշտ խոսքերից է։ Ինչի, որովհետև ինքը ճիշտ է ասում, եթե ժողովուրդը դեմ լիներ, ինքը չէր լինի վարչապետ, վերջ։ Բայց մենք փաստ ենք արձանագրում։ Ես ամենևին իր ջրաղացին ջուր չեմ լցնում, չէ։ Բայց եթե ժողովուրդը չի ուզում է Ինդոնեզիան ուզի, ուզում է Ֆիլիպինները ուզի, ուզում է Կանադան ուզի, ով ուզում է ուզի, Հայաստանում չի կարող իշխանություն մնալ իշխանությունը։ Մենք գոնե դիմադրություն կտեսնենք փողոցներում։ Դիմադրություն մենք տեսնում ենք, դուք տեսնում եք հարցումներ են անում ժողովրդին, տեսնում եք մեծամասնությունը ինչ է խոսում։
Անհատների հետ խոսում եմ, ովքեր դեմ են, ասում են, չէ, իմ շրջապատում չկա, այդ ձեր շրջապատներում չկա։ Իսկ դուք ընդհանուրին նայում եք, իսկ դուք նայում եք ժողովրդը ինչ է խոսում։ Մեծամասնության մասով մի փոքր կդժվարանամ ասել, բայց մենք էլ ենք հարցումներ իրականացնում, եթե չասենք մեծամասնություն, այնուամենայնիվ մի խոշոր զանգված հանրության այնուամենայնիվ հայտարարում է ակնհայտ, որ 26 թվականին քվեարկելու է Փաշինյանի օգտին։ Եթե այս ամենից հետո դուք Հայաստանում գտնում եք անգամ 3 մարդ, որոնք այդպեսի բան են ասում, ապա ամեն ինչ պարզ է, ապա ամեն ինչ վերջացած է, որովհետև դուք այսօր եթե գնաք Ադրբեջան եւ Բաքվում հարցում անեք եւ ասեք, արդյոք Հայաստանին կամ հայերին լավ են վերաբերվում։ Լավ են վերաբերվում։ Եթե դուք գտնեք 3 հոգու, ապա կարող եք նույնը ասել Ադրբեջանում, բայց դուք 3 հոգու չեք գտնի։ Անգամ չեզոք վերաբերմունք Անգամ չեզոք վերաբերմունքների ունեցողի չեք գտնի։ Այստեղ է խնդիրը։ Խնդիրը Երևանում է, խնդիրը Հայաստանի մարզերում է, խնդիրը հայ հասարակության մեջ է, բոլոր խնդիրների բանալին հասարակության մեջ է, եւ այս հասարակությունը գտել է իրեն արդարացնելու ձևը, ինքը գցում է լիդերների բացակայության վրա, մոռանալով, որ լիդերներ ինքն է ծնում եւ ինքն է ծնել, մոռանալով, որ հանդուրժողնել է ինքը, գցում է վերին ուժերի վրա, որ այսպես են որոշել, այնպես է, այս բոլորը շատ մեղմ ասեմ, ոչ ինքնուրույն հոգեբանություն ունեցողի մոտեցումներ են։ Եվ այդ մեղմ ասեմ, ոչ ինքնուրույն հոգեբանության դրսևորումն է դա։ Այդ խոսքերը, այդ բաները։ Բայց փաստ է, եւ այս փաստն էլ չեն ուզում արձանագրեն, որտեղ քաղաքական խաղի մեջ բոլորն են կեղտոտված, բոլորն են կեղտոտ դիրքերից ելնում, հետեւաբար բոլորին ձեռնտու է, որպեսզի իրենք անդիմություն խաղալով ասեն, թե ժողովուրդը դեմ է, որպեսզի այդ մի քանի դեմ եղողների ձայները իրենք շահեն։ Մեծ հաշվով ոչ ոք էլ դեմ չի։ Ոչ ոք էլ դեմ չի այս ամեն ինչին։ Ըստ դեպքում ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի կարողանա վերընտրվել։ Միանշանակ։ Ես չգիտեմ ինքը կա վերընտրվի թե չէ, կարծում եմ, որ հսկայական քանակությամբ իրեն կընտրեն, բայց որ ինքը մնալու է վարչապետ, 1 գրամ կասկած չունեմ դրանում։ Որովհետև իր ամեն ինչն է դրված խաղասեղանին, ընդ որում ոչ միայն իր Ադրբեջանի բոլոր հաշվարկները հիմա Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու հենվում են Փաշինյանի իմ խորին համոզմամբ հենվում են Փաշինյանի վերընտրվելու հաշվարկի վրա, ինչպես նաև Թուրքիայի։ Իսկ քաղաքական դաշտում այսքան ուժեր են, տեսնում ենք, որ մի շարք ուժեր են ձևավորվում, պայքարի մասին են հայտարարում, ակտիվ կոնսուլտացիաներ են իրականացնում, այս ամբողջը որևէ կերպ չի կարող այս գործընթացը վիժեցնել։ Քաղաքական դաշտում ուժեր չկան, դրանք ուժ չեն, դրանք պայմանականորեն են կոչվում ուժ։ Դրանք գաճաճ, խուճուճ, ոչինչ բաներ են։ Ինչ ուժեր, ինչ քաղաքական ուժերի մասն է խոսքը։ Օրինակ Սամվել Կարապետյանն է ուժ ձևավորում։ Սամվել Կարապետյանը բանտում է, մեկուսանում է, Սամվել Կարապետյանը ինքը ուժ չի ձևավորում։ Ձևավորում են Սամվել Կարապետյանի մտերիմները, ընդ որում ընտանիքը, ընդ որում ես վստահ չեմ, որ Սամվել Կարապետյանի թիկունքին կանգնած ուժեր կան։ Այդ թվում եւ այն ուժը, որը իրոք ուժ է Հայաստանում, որին մեղադրում են դրանում, այդ ուժը ձևավորել Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ այստեղ պատմությունը շատ ավելի խորն է, ես կարծում եմ, որ անգամ Ռուսաստանն է պատժում Սամվել Կարապետյանին։ Բայց դա կարևոր չի, Ռուսաստանը երբևէ դրական ձեր չի խաղացել Հայաստանի կյանքում։ Ինքը լինի Սամվել Կարապետյանի հետևում, թե լինի նրան դեմ։ Բայց ընտանիքն էլ եթե նայում ենք, այնպես չի, որ խիստ գրագետ պայքար է կազմակերպում։ Այդ ընտանիքից ես ձեզ ասեմ, Սամվել Կարապետյանի ընտանիքից ամենալավ, ամենադրական տրամադրող պայքարը տանում է իր աղջիկը, որը անում է առանձին վիդեոներ ու նայում ես, ասում ես, այս մարդը անկեղծություն է պրոյեկտում եւ ինքը ընտանեկան խնդիր է լուծում։ Բայց ո՞րն է քաղաքական օրակարգը այդ շարժման, եթե նայենք որպես շարժում։ Դա մարդու բանտից ազատելուն ուղղված ընտանիքի պայքարն է։ Հարուստ, ֆինանսական լուրջ միջոցներ ունեցող ընտանիքի պայքար է։ Եվ հասկանալի է այդ պայքարը իրենց տեսանկյունից, բայց ո՞րն է քաղաքական բանը։ Իրենց դեմքը կարծեմ ինչ է անունը, Նարեկ Կարապետյանն է, չէ՞, քաղաքական դեմքը։ Արդյոք խարիզմատիկ կերպար է։ Արդյոք ինքը քաղաքական ֆիգուր է կամ կարող է դառնալ քաղաքական ֆիգուր։ Իսկ ինչ ուժեր կան իր հետևում։ Չեմ կարծում, որ որևէ ուժ կա, գոնե այս պահին։ Հետո կարող է պայմանավորվեն Մոսկվայի հետ, Մոսկվան լինի։ Կարող է հիմա է Մոսկվան, ես չգիտեմ։ Չեմ կարծում, բայց իրենք իշխանություն վերցնելու խնդիր դրել են իրենց համար, թե ոնց որ արդեն նշեցիք, խնդիրը բացառապես Կարապետյանին ազատ արձակելն է։ Խնդիրը Կարապետյանին ազատ արձակելն է։ Ինչ իշխանություն վերցնել, այսինքն իրենք Մոսկվայի կամքին հակառակ Երևանում դի իշխանություն կարողանան վերցնել, իրենց ամբողջ փողերն ու ունեցվածքը Մոսկվայում է։ Իրենց Կրեմլը ուզենա 2 օրում կդարձնի ոչ միայն բանտի բնակիչ բոլորին ընտանիքի, այլև մեքենայի մեջ քնող փողոցում։
մինչև վերջին կոպեկը կհանվացնեն իրենց։ Այս իրենք պետք է Հայաստանի իշխանություն փոխեն Մոսկվայի կամքին հակառակ։ Հայաստանի իշխանությունը իմ խորին համոզմամբ իշխանություն է միայն Մոսկվայի կամքով։ Իհարկե այդ թվում նաև Բաքվի եւ Անկարայի, բայց նաև Մոսկվայի։ Այսինքն այս պահին նման խնդիր չունի իշխանություն փոխել։ Իրենք իրենց ընտանիքի որդիներին ենք տեսնում, չէ, որոնք բավական տարօրինակ քայլեր արեցին տեսախցիկների առաջ, որ դրեցին մարդիկ սկսեցին դարձնել մեմեր բաներ, հա։ Իշխանական լրատվամիջոցները շատ ակտիվ տարածեցին։ Հա, չարժեր, այսինքն այդտեղ լուրջ քաղաքական պայքարի հոտ չի գալիս դրանից եւ պայքարի առումով չարժեր այդպեսի բան անել, բայց քաղաքական ֆորմատ չունի, ինչ գաղափարախոսություններ իրենք դավանում։ Ռուսաստանի տակից Հայաստանը հանելու, Ռուսաստանի տակ տանելու, որն է դուք լսել եք գաղափարախոսական բան, թե էլի Նիկոլ Փաշյանին հեռացնելու բան, հա 1000 անգամ լսել ենք, Սերժին էլ էին հեռացնում։ Սերժին հեռացրեցին, եկավ Նիկոլ Փաշյանը, որն է գաղափարախոսություն չկա, տեսլական չկա, դա շարժում չի։ Դա ընտանիքի պայքար է ռեսուրսներով, մարդկանց կոնսոլիդացնում են իրենց համակրողները, շատ հասկանալի բան է, մարդիկ ընտանիքը լավ բան է անում, ընտանիքի տեսանկյունից ելնելով իրենց ընտանիքի անդամին, որին իմիջիայլոց իմ համոզմամբ լրիվ ապօրինի են ձերբակալել, որտեվ այդ խոսքերի համար ինչ է նշանակում ձերբակալել այդ խոսքերի համար։ Ընդհանրապես աջակցելու ենք եկեղեցուն մեր ձևով։ Մեր ձևով, իր ձևը ո՞րն է, իրենք էլ շարժմանանը դրել են մեր ձևով, էլի վատ մտածված քայլ է քաղաքական առումով, քաղաքական հաշվարկի 0 մոտեցում, բայց հիմա ինչ որ է, բայց այսինքն հասկանալի է, ընտանեկան բան Մյուս ուժերը որոնք են։ Հայաստանում բան չի փոխվել 30 տարի ուժերի առումով։ Փոխվել է միայն այն, որ կատարելապես ռուսահպատակ բոլոր ուժերը եղել են ռուսահպատակ։ Հիմա դրանցից մեկը տրանսֆորմացվել է թուրքահպատակ գիծ ռուսահպատակ ուժի։ Չի դադարել լինելուց ռուսահպատակ, բայց նաև վերածվել է ադրբեջանա եւ թուրքահպատակ ուժի։ Եվ փոխանցում է կատարվում Ռուսաստանից Թուրքիա-Ադրբեջան դաշտ։ Իրականությունը սա է, իրականությունը ոչ ոք չի ասում ժողովրդին։ Եվ ցավալի է որ միայն ես եմ ասում։ Ես ինչ եմ ասում, չգիտեմ, որտեվ ինձ էլ պետք չի ես ասել։ Ես արդեն գիտեմ այս կինոյի վերջը բազմաթիվ անգամներ ասել եմ։ Պարոն Մարտիրոսյան, ուզում անդրադառնանք նաև եկեղեցու շուրջ ծավալվող վերջին զարգացումներին։ Գիտեք, արդեն 3-րդ սրբազանը կալանավորվեց, ով վեհափառի քրոջ որդին է։ Ինչ եք կարծում, այս ամենով արդյոք հիմք է նախապատրաստում կաթողիկոսի ձերբակալության համար եւ իրատեսական համարում եք, որ Փաշինյանի իշխանությունը կգնա դրան։ Ես չգիտեմ իրականում կձերբակալվի թե չէ, ասում են որ կձերբակալվի, ես չեմ կարող նման պնդում անել, բայց այն որ հետույքին տալով դուրս են անելու այս կաթողիկոսին փաստ է։ Այս մասին շատ եք խոսել դուք։ Այո։ Բայց այստեղ շատ բարդ խնդիր կա եւ միաժամանակ շատ պարզ, որին պիտի մենք անդրադառնանք, որտեվ այս մոտեցումը որևէ մեկը բաց ինձնից չի ասում ցավոք սրտի, բայց սա շատ ակնհայտ է, զարմանում եմ, չեմ զարմանում, գիտեմ ինչ չեն ասում։ Էլի անհարմար թեմա է։ Առաջին հերթին պետությունը եւ իշխանությունը իրավունք չունեն մտնելու եկեղեցու գործերի մեջ։ Եկեղեցին հիերարխիկ կառույց է, դա ժողովրդավարական կառույց չի։ Շատ ցանկալի է որ այդտեղ լինի ժողովրդավարություն, բայց այդ ժողովրդավարությունը պիտի լինի ներսից։ Եվ այդ ժողովրդավարությունը պիտի հաշվետու լինի ժողովրդին։ Իր հիերարխիայի մեջ պիտի լինի այո, պիտի հանդուրժվի այլակարգությունը եկեղեցու ներսում, բայց դա պիտի լինի ներքին կոնսենսուսի առումով եւ բարձր որակական հատկանիշների եւ բարոյական արժեքների վրա հենվելով։ Այսինքն, եթե ինչ-որ arczepiskopos կամ վարդապետ կամ քահանա համաձայն չի եկեղեցականների այս կամ այն խնդրի հետ կապված, դա պիտի լինի ընդհանուր գիտակցություն, ընդհանուր շարժում, պահանջ, դրան պիտի միանա ժողովուրդը, որ եկեղեցու մաս է ենթադրաբար, եւ դրանով տեղի ունենան փոփոխությունները։ Դա առողջ process կլիներ։ Այդ process-ը չկա, չի եղել։ Հայ առաքելական եկեղեցում վերջին գոնե 200 տարում երբևէ չի եղել։ Բայց մյուս կողմից եկեղեցին հաշվետու չէ պետությանը եւ չպիտի լինի հաշվետու։ Այո, եթե քրեական հանցագործություն է կատարվում, ենթադրենք, մեկը բռնի սեռական գործողություն է կատարում եկեղեցականերից որևէ անձի նկատմամբ, տարբեր տարիքային խմբերի, չգիտեմ, մինչև տարեցների հանդեպ կամ ինչ-որ մի բան, պիտի կրի խիստ պատասխանատվություն։ Եթե գողություն է անում ինչ-որ մեկը, եթե ինչ-որ մեկը, չգիտեմ, նորմալ պետության մասին է խոսքը, եթե ինչ-որ մեկը լրտեսություն է անում հոգու թշնամու, եթե ինչ-որ մեկը դավանաբանական բաներ է անում, նա չպիտի պետության հետ առնչվի, նա պիտի առնչվի եկեղեցու դատի հետ։ Բայց եւ այստեղ, եթե կաթողիկոսը ունի կին եւ երեխա, եթե կաթողիկոսը պորնո հարեմ է պահում,
Եթե սրբազանները, այսպես կոչված արքեպիսկոպոսները իրենց, չգիտեմ, քեռու կնոջ հետ են քնում կամ իրենց հարսի հետ են քնում, չգիտեմ ինչի հետ են քնում, ինչ են անում, ում հետ ինչ են անում, դա խնդիր է, բայց դա ներեկեղեցական եւ ժողովրդին վերաբերող խնդիր է, որին պետությունը բացահայտորեն չպիտի խառնվի։ Ընդ որում արտաքին ուղղորդմամբ։ Միանշանակ կարծիքով արտաքին ուղղորդմամբ։ Եթե պետությունը խառնվում է, ապա պետությունը պիտի ունենա բարոյական ամուր հիմքեր դա անելու համար եւ պետությունը ինքը պիտի լինի եկեղեցու կյանքին մասնակից ավանդաբար, որպեսզի դա իրեն թույլ տա եւ անի։ Դա պիտի լինի ժողովրդի կողմից պատվիրակված մի բան։ Օրինակ, եթե կա կաթողիկոս, որը քանդում է եկեղեցին, որը ասենք պրոտշնամական գաղափարներ է տարածում, նորմալ պետությունում, պետությունը, այո, իրավական առումով չէ, բայց կարող է լծակներ կիրառել այդ կաթողիկոսից ազատվելու համար։ Բայց այսպիսի պարագայում վերցնել սեքսուալ կյանքը, արդյոք ես պաշտպանում եմ այս կաթողիկոսին, ոչ, իրեն ամենախիստ քննադատողներից մեկն եմ ես։ Եվ ես գտնում եմ, որ իր այս պահվածքը եւ ընդհանրապես իր կաթողիկոս մնալը ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին եւ բոլոր նրանց ջրաղացին, ովքեր քանդում են եկեղեցին։ Որտեւ պատկերացրեք մի մարմին, որի վրա կա վերք, խոց, թարախապալար, այդ թարախապալարը ինֆեկցիայի ներքաշման օրգանիզմ կետ է, մուտք է, դուռ է, դարպաս է, որը բաց է, որտեղից ամեն տիպի սպանիչ ինֆեկցիաներ մտնում են մարմին եւ սպանում են մարմինը։ Այդ ինֆեկցիաները ուղղորդում է պետությունը, իշխանությունը, իսկ այդ վերքը կաթողիկոսն ու իր մերձավորներն են։ Ինչի համար, որովհետեւ եթե դու գիտես, որ դու կին եւ երեխա ունես, եթե դու դա չես հասցեագրում, եթե դու գիտես, որ դա քեզ վարկաբեկող բան է, որտեվ դու խախտել ես, իրոք խախտել ես եկեղեցական մի բան, իրեն պաշտպանողներն էլ դա անտեսում են։ Եղբայր մի անտեսեք, որտեվ դա այդ վերքն է։ Նորմալ Պահա անգամ ինքը չի հերքել որևէ։ Այո, չի էլ արձագանքել։ Կամ թող վեր կեներ հաստատել եւ ասել ես բազմաթիվ անգամներ ասել եմ, թող ասել հրաժարական եմ տալիս, ընտրում եմ աթոռակից կաթողիկոս, որպեսզի ես ռեժիմը չձեռք գցի ես եկեղեցու գահին, իր դրածոյին չբերի, օրինակ իդեմս պարոն Ստեփան Ասատրյանի, եւ որպեսզի ես փրկեմ եկեղեցին, ես գնում եմ, բայց եղբայր կարճած մնում ես։ Դու կարճած մնում ես մինչև վերջի պահ ու դու գիտես, որ դու պետության դեմ խաղ չկա, դու գիտես, որ դու պետության դեմ չես ընդդիմանալու, մանավանդ դու խոցելի ես։ Փոխանակ դու ինքդ քեզ գնաս վերքը փակվի եւ քո մտերիմներին էլ հեռացնես։ Աշխարհում ամեն ինչ դու ունես, դու կարող ես մինչև կյանքիդ վերջին օրը Շվեյցարիայում հանգիստ ապրել։ Ու հենց Շվեյցարիայում կարող է ապրել։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը այնտեղ է, աշխարհի ցանկացած կետում կարող է ապրել, հա, եթե պարգև արքեպիսկոպոսը պատերազմից անմիջապես հետո հանգիստ գնաց Ամերիկայում հով նստել է Լոս Անջելեսում, սա հաստատ կարող է որևէ տեղ գնալ ու տարիներով ապրել։ Ինչ ես կարճել, որ հետևիդ տան, քեզ քարշ տալով, եկեղեցին վարկաբեկում են այս ընթացքում, ներսից պայթուցիկներ են դրել փոխաբերական առումով պայթուցիկներ, հերթով պայթեցնում են։ Պայթեցնում են, եկեղեցին բարոյազրկվում է, բարոյալքվում է, եկեղեցին ներսից քանդում է, սա process է, որը պլանավորված process է, եւ այս process-ին մասնակցում է կաթողիկոսը իր վարկագծով։ Եթե իրենից բարձր, ընդ որում հիմարաբար, որտեղ միևնույն է ինքը գնալու է, ինքը տարբերակ չունի Հայաստանի իշխանության, Ադրբեջանի իշխանության, Թուրքիայի իշխանության, Ռուսաստանի թույլտվությամբ, այս իշխանությունների դեմ պայքարելու, ընդ որում մի զանգված էլ կա այստեղ իշխանամոլ, իշխանասատար, որը էլի իր դեմ է, սրանց դեմ պայքարելու եւ կաթողիկոս մնալու եւ իշխանություն պահելու եկեղեցում ինքը շանս չունի։ Փոխանակ հանձներ մի չվարկաբեկված արքեպիսկոպոսի, իսկ այդ մեխանիզմները կան եւ գործել են դրանք, աթոռակից կաթողիկոսների ինստիտուտը, երբ երկու կաթողիկոս է իշխել միաժամանակ, համատեղության կարգով աթոռը գահը կիսելով, շատ արկա եւ հաստատված երևույթ է հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ։ Փոխանակ դա անելու ինքը մնում է, ինքը գիտի, որ իրեն տշելու են։ Եվ խայտարակ ձևով։ Եվ իրեն տշելու արդյունքում վարկաբեկվելու է եկեղեցին։ Հիմա Ասատրյան էր, չէ՞։ Ստեփան Ասատրյան։ Հիմա Ստեփան Ասատրյանը։ Ես ես օրինակ բերեմ։ Մի քանի օր առաջ ես Հովանավանքում հրավիրված էի իմ հարազատներից մեկի պսակադրության արարողությանը։ Ես զարմացա, որ տեսա պսակողը ինքն է, մինչև կարգալույս լինելն էր, մոտավորապես մի 3 շաբաթ առաջ էր։ Ինքը արեց այդ պսակադրությունը եւ հետո վերջում մոտենում շնորհավորում են նորապսակներին, հետո կանգնած է քահանան եւ իրեն են, չգիտեմ, իր ձեռքն են սեղմում, խաչն են համբուրում, թե ինչ են անում։ Ես շնորհավորեցի նորապսակներին
Եվ ի տարբերություն բոլորի իրեն չհասա, շրջվեցի եւ դուրս եկա։ Ինքը դա նկատեց, ինքը զարմացավ, վստահ եմ հիմա կնայի կհիշի այդ դեպքը շատ լավ, որովհետեւ այնպես էլ չի որ ինձ չի ճանաչում կարծում եմ։ Ես ինչի դա արեցի, ոչ թե նրա համար որ ես կաթողիկոսին սատարում եմ, այլ որովհետեւ իմ համար, իմ համոզմունքով, իմ տեսածով, իմ պատկերացրածով, իմ հասկացածով այդ մարդը քանդում է եկեղեցին։ Կաթողիկոսի ներկայացրած թարախապալարի միջով մտնելով եկեղեցու մարմնի մեջ։ Այո, կաթողիկոսը թարախապալար է պատկերավոր ասած իմ պատկերացմամբ, բայց այդ թարախապալարով մտնում է այդ ինֆեկցիան մեջ։ Եվ ես այդպիսի մարդու ձեռք չեմ սեղմի, եւ ես այդ սկզբունքայնությունը լինելով պարզ մարդ, պարզ քաղաքացի, ցուցաբերեցի եւ չտրվեցի սոցիալական, հասարակական ինչ-որ բաներին, բայց այսպես պիտի արվի ջանդամ, թե այդպես չեն անում։ Ես չարեցի, ես շրջվեցի դուրս եկա։ Այսօր էլ ամուսնական զույգերից մեկը հրաժարվել է նրանից սակադրության արարողություն ընդունել։ Որովհետև տեսեք, այս կաթողիկոսին ես չեմ ընդունում։ Ինձ համար այս կաթողիկոսը եկեղեցու կործանման, իշխանության պարագլխին զուգահեռ եկեղեցու կործանման process-ի պարագլուխներից մեկն է։ Կիսում է հավասար պատասխանատվությունը այս գոր իր չգործելով կամ իր մնալով կաթողիկոս, ոչինչ չձեռնարկելով, պայքար չձեռնարկելով, չարձագանքած լինելով 44-օրյա պատերազմի ավարտին այդպիսի կապիտուլյացիա, այս ամբողջ ընթացքին դատապարտել է իշխանության հրաժարականն է պահել։ Այդպես գիտեք, մեր բակի նատալն էլ է դատապարտել։ Եթե ասենք ամոթ չի, բա կաթողիկոսը այդպիսի բան կանի, այդպիսի մի հատ հայտարարություն, մի հատ ստից բան կխոսի։ Դուք պատկերացնում եք այսպիսի բան ուրիշ երկրներում լիներ ինչ կանեին։ Հոգևոր առաջնորդներ, որոնք ունեն հսկական ազդեցություն եւ հեղինակություն, այս մարդը հեղինակություն չունի։ Բայց ես իրեն չընդունելով եւ ընդհանրապես համարելով, որ ինքը այո 99 թվականին իմ համոզմամբ ընտրվել է ապօրինի ճնշումներով կամ չգիտեմ, ես այդպես եմ գտնում, այդպես եմ կարծում, այդպես եմ լսել։ Դա կապ չունի։ Իր կարգալուծումը, ինչքան էլ որ ես կարգալուծումներ են եղել, որոնց հետ ընդհանրապես համաձայն չեմ եղել, իր կարգալուծումը կարգալուծում է։ Քանի դեռ ինքը զբաղեցնում է կաթողիկոսի աթոռը, իրեն թող կարգալուծեն, հեռացնեն եկեղեցուց ներսում եկեղեցական ժողովով, եւ այդ դեպքում այո ինքը կլինի ոչ լեգիտիմ, բայց իր կարգալուծած քահանան դա այլևս քահանա չի, իմ համոզմամբ։ Եվ այդ մարդը չի կարող իրականացնել իմ համոզմամբ որևէ ծես, դա արդեն ոչ թե աղանդավորություն, դա հերձվածողություն է, որ էլի աղանդավորություն է, բայց այստեղ հերձվածողությունը եկեղեցական իմաստ եմ ես դրանում տեսնում։ Այս մարդը հայտարարել է, որ Կիրակի օրը պատարակ են մատուցելու, եւ Նիկոլ Փաշինյանը գնում է, Նիկոլ Փաշինյանը, բասա ինչ եք կարծում օրինակ, սա ինչ գործընթաց է, սա լավ պլանավորված օպերացիա է։ Ինչ են փորձում հասնել սրանով։ Քանդել եկեղեցին։ Եվ այդ Ասատրյանին, պարոն Ասատրյանին, ուզում են Ստեփան Ասատրյանին, ուզում են նախկին Տեր Արամեին, ուզում են դարձնել կաթողիկոս։ Դուք պատկերացնում եք, սա նշանակում է եւ process-ը ասեմ ուր է գնում։ Ես ասեմ ուր է գնում։ Ստեղծում է ալտերնատիվ եկեղեցի, այլընտրանքային եկեղեցի։ Հայ առաքելական եկեղեցու հիմքի վրա։ Մի բան, եւ շատ կարեւոր պատմական զուգահեռ եմ ուզում անել, որ 4-րդ դարում արեցին Տրթատ 3-րդ թագավորը, Տրթատ մեծը եւ Գրիգոր Լուսավորիչը, եւ շատ խելացի բան արեցին եւ հիմա այսօր հիմար անուղեղներ կան, որոնք մեղադրում են քրիստոնեության ընդունմա, ասում են քրիստոնեությունը ավերեց մեհյաներ, բայց դա երկար պատմություն է, բայց պատմականորեն շատ խելացի քայլ արեցին։ Եկան քաղաքական առումով, դա քաղաքական քայլ էր քրիստոնեության ընդունումը 301 թվականին։ Թագավորը ինչ պիտի աներ, որպեսզի երկու բառով ասեմ, հա, եթե ժամանակ ունենք։ Ինչ պիտի աներ, որպեսզի անկախացներ պետությունը առավել, որտեղ շատ բարդ վիճակում էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի Հռոմի միջև, պիտի ընդուներ մի կրոն, որը այդ ժամանակ աղանդ էր, որը համաշխարհային կրոն չէր, որը իրեն հնարավորություն կտար պարսիկներին ասել, որ ես ձեր պանթեոնը եւ ձեր կրոնը չեմ ընդունում, բայց չեմ ընդունում նաեւ հռոմեացիներին է։ Ես իմ ինքնուրույնն եմ ունենում եւ երկուսին էլ նույն բանը ասեր եւ պայմանավորվեր երկուսի հետ, որ ինքը անկախ առանձին իրենն է ունենում, ոչ մեկինը, ոչ մյուսինը։ Սա դիվանագիտական քաղաքական լուրջ քայլ էր, հրապարակ բերվեց Գրիգոր Լուսավորիչը, որի հետ որպեսի ժողովրդի համար ընդունելի լինի եւ նոր կրոնը ամրապնդվի, որտեղ կրոնը նախ եւ առաջ քաղաքականություն է։ Կրոնը քաղաքականություն է, դրա համար է Ադրբեջանը ուզում քանդել այսօր եկեղեցին։ Հատկապես հայ եկեղեցին, որ ամենակաղաքական կառույցներից է աշխարհում եղել։ Այս ապաքաղաքական կաթողիկոսի օրոք անգամ ինքը քաղաքական նշանակություն ունի, թեև չի կիրառ, բայց ինչևէ։ Եվ քանդեցին մեհյանները, որտեղ այն ժամանակ պատմական մշակութային օբյեկտներ չկային, այդ գիտակցությունը չկար, հանգիստ քանդում էին, նորն էին անում։ Ձեռագրերը անգամ հայ գրիչները ջնջում էին 5-րդ դարի ձեռագրերը, վրան գրում էին նոր բաներ դարերով, հա, չկար այդ գիտակցությունը։ Մինչև հիմա էլ Հայաստանում չկա։ Քանդեցին, որպեսզի այդ տեղում նոր կրոնը իներցիայով գնան այդտեղ։ Եվ հաստատվեց քրիստոնեություն, բայց դա դրական գործողություն էր Հայաստանի համար, այդ կոնտեքստում, այդ քաղաքակրթական միջավայրում։
եւ բերեց անկախություն քաղաքական։ Ինչ է անում այսօր այս ռեժիմը։ Իր գործակալ կամ իր գործակից կամ չգիտեմ ինչպես կարելի է ձևակերպել, չգիտեմ։ Պայմանական հուդաների եկեղեցի ենք ստեղծում։ Չգիտեմ, ինչպես կուզեք ձևակերպեք, ձեր ձևակերպումներով ինչ է անում, ստեղծում է, վերցնում է հայ առաքելական եկեղեցին, ներսից է պայթեցնում եւ նրա տեղը կառուցում է մեկ այլ եկեղեցի, որ արդեն ոչ եկեղեցի է, ոչ հայկական է, ոչ առաքելական է։ Այսինքն ինքը ոչնչացնում է, ինքը չի փակում եկեղեցին։ Չի ուղարկում ռուսաց ցարի պես մեկին, ասենք Ալեքսանդր առաջին կամ Նիկոլայ երկրորդի պես, որ փակեն դպրոցները, արգրավեն ունեցվածքը, եկեղեցիները փակեն, չգիտեմ, կամ Ստալինի պես հալած այն հոգեորական են, եկեղեցիները դարձի պայծեն։ Չէ, այդպեսի բան չի անում։ Ինքը անում է այսօրվա ժամանակն է, եւ սա իր պլանը չի։ Իմ համոզմամբ սա պլան է, որը գծվել է Բաքվում, էլի շատ խելացի ձևով, եւ Երևանում իրականացվում է տառը տառին համապատասխան հերթականությամբ եւ հետեւողականորեն հունիս թե հուլիս ամսվանից սկսած։ Եվ հիմա իրենք վերցնել այսպես աղմուսավանքում արեցին, ինքը լեգիտիմացնում է պարոն Ստեփան Ասատրյանին եւ պատկերացնում եք քահանա կաթողիկոս արդեն այդ ամբողջ երևույթ հայ առաքելական եկեղեցու երկհազարամյա փլուզվում է։ Արդեն եթե կարող է այդպիսի մարդ կամ քահանա, որ արդեն կարգալույծ էլ արված է, եւ ինչի էսքան սпасեց կարգալույծ անելու։ Ինչի սпасեց բանը բանից անցնի Գարեգինը։ Նոր կարգալույծ արեց։ Հաջորդ օրը պիտի լիներ այդ հարցազրույցի։ Չէ, հարցազրույցից առաջ պիտի լիներ։ Ինքը պիտի կանխեր, որ հարցազրույցի չգնար այդ մարդը որպես քահանա, գնար արդեն որպես պիլոնազուրկ մեկը։ Բա ինքը ինչի չէր անում։ Հարցեր են, չէ։ Այսինքն ինքը եթե ինքը գիտեր ով է Տեր Արամը, ինքը գիտեր, որ ինքը ռեժիմի հետ կապերի մեջ է Տեր Արամը։ Ինքը շատ լավ գիտեր, ինքը ամեն ինչ գիտի եկեղեցում ինչ է կատարում։ Ինքը գիտի, որ քահանան ում կնոջ հետ է քնում անգամ։ Կարծում եմ, որ այդպես գիտի։ Եվ ինքը թողեց այդ մարդուն այսքան երկար հարցազրույցից հետո չարեց։ Եվ եկավ հասավ այս վիճակին, արդյոք սա ավելի չհեշտացրեց այս իշխանության պլանների գործը, իհարկե հեշտացրեց այսքան ուշ, արդեն Տեր Արամը celebrity է, հայտնի դեմք է։ Արդեն գյուղացիները Օհանավանի գյուղը կարծեմ Օհանավան է կոչում, չէ՞, վեր են կերնում ասում են մեր Տեր Արամն է, մենք ոչ մեկի չենք էլ ընդունելու, տեսել եք, չէ՞, հարցազրույցները։ Ինչի բերեցիք հասցրեցիք այդ օրվան։ Նաև հասարակության պարակտում այսպես բախումներ փորձելով հրահրել։ Եկեղեցին մասնակցում է իր ինքնալուծարմանը։ Ողբերգակ, բայց այդ եկեղեցին շատ կարևորագույն կառույց է։ Հիմա ներսից կանեն սա, այլ քահանաներ էլ կլինեն, արդեն ներքին ճաքերը տվել են։ Արդեն մարդիկ, ովքեր այս կաթողիկոսից զզված էին, կամ ովքեր այս իշխանություններին համակրում էին գաղտնի, իրենք հիմա բացահայտվելու են, ինքնաբացահայտվելու են, սկսելու են ներսից պայթեցնել եկեղեցին։ Եվ քանի որ մյուս կողմում էլ բարի պտուղներ չեն, գարեգինականներն են, իր գյուղացիներն են, համագյուղացիներն են, իր ընտանիքի անդամներն են, որոնց այնպես չի որ հարգում են։ Պատահական չի որ Նիկոլ Փաշինյանը Եզրասին ասում է KGB-շնիկ բացահայտ։ Բայց եթե ինձ հարցնեք, ես կարծում եմ, որ դա այո, այդպես է։ Իմ կարծիքն է։ Այդպեսի տպավորություն ունեմ, էլի այսպես մեղմ ձևակերպեմ, հա։ Բայց եթե չլիներ Եզրասը Ռուսաստանի առաջնորդ, նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, եւ լիներ մեկը, որ հեղինակություն ունի, որ բարոյական մարդու բան ունի, համարում ունի, արդյոք կկարողանար այս ռեժիմապետը ինչ որ բան ասել այդ մարդուն, չէ, չէր կարողանա։ Բայց երկու կողմից էլ քանդում են եկեղեցին։ Ժողովրդն էլ ոչինչ չի հետաքրքրում, ինչ եկեղեցի։ Հիմա էլ բանը բոլորը սուպեր առաջադեմ են դարձել, չէ, ինձանից առաջադեմ չլինեն, իմ կյանքի հասուն տարիների մեծագույն մասը ես անցկացրել եմ արևմուտքում եւ արևմուտքը գիտեմ ներսից։ Չհաշված քաղաքական շրջանակների հետ իմ շփումները դրսի, հասարակական շրջանակների հետ իմ կապերը, այսինքն ես շատ լավ գիտեմ ինչպես է աշխատում արևմուտքը։ Այստեղի այս բաները, սրանք առաջադեմ եւ արևմտականներ չեն, սրանք ստից բաներ են։ Եվ իրենք համարում են, որ եկեղեցին կարևոր կառույց չի։ Մինչդեռ այսօր եկեղեցիները լինելով քաղաքական կառույց աշխարհում առաջնային կարևորություն են սկսում ստանալ էլի։ Անգլիկան եկեղեցին Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում ամերիկյան տարբեր եկեղեցիներ, այդում եւ որտեղ Ամերիկայում ավետարանչականությունը շատ տարածված է, ավետարանչական եկեղեցիները ահռելի քաղաքական ազդեցություն ունեն այսօր շնորհիվ այս նախագահի քաղաքական բեյսի կամ հենարանի ամենատարբեր երկրներում մենք տեսնում ենք, որ Վատիկանում Հռոմի Պապը քաղաքական լուրջ արտահայտարարություններ է սկսել անել, ինքը ամերիկացի է եւ ներամերիկյան խնդիրներով ինքը սկսել է արդեն լուրջ հայտարարություններ անել, ընդ որում հակաիշխանական ամերիկյան քաղաքական լուրջ process-ների մեջ են եկեղեցիները մտած եւ ինչ պետք է անել Հայաստանի եւ հայ ժողովրդին լուծարելու համար պետք է ամենահիմնական միակ կառույցը, որը 2000 տարի
անստասան է մնացել հարվածների ենթարկվելով, պետք է վերջնականապես պայթեցնել։ Եվ դրա ձևը գտել են։ Անում են այն ինչ որ արվեց 4-րդ դարում հակառակ նպատակով քանդելու, այն ժամանակ արվեց որպեսզի ստեղծվի եւ պետություն եւ պետական հիմա քանդելու համար հակառակ process-ն reverse engineering, այսինքն հակառակ ինժեներական լուծում են տալիս, քանդելու ինժեներական լուծում։ Սա է։ Եվ թող ոչ ոք իրեն չխապի, այլ բան չի կատարվում այստեղ։ Հիմա եթե մարդիկ գնում են, ուզում են կարգալույծ եղածի կողմից մկրտվեն կամ պատարակի, դա պարզ է ինչ է կատարվում։ Եվ պարոն Մարտիրոսյան, ուզում եմ խոսենք նաև Գյումրիում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ հայտնի է 2 ամսով նա կալանավորվեց եւ իշխանությունը նրան կաշառակերության մեջ է մեղադրում, հանդիմությունն էլ հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Անձամբ ձեզ համար սա որքանով է իրավական գործընթացի մաս, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրադարձությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ նա պետք է քաղաքական կյանքից դուրս շպրտվի։ Նախ մենք տեսնում ենք էլի մի բան, որ նորմալ իրավիճակում տարօրինակ կլիներ, բայց Հայաստանում շատ տրամաբանական է, երբ իշխանությունը ինչ ուզում անում է։ Ընդ որում այսպիսի բռնատիրական, ավտորիտար, որ արդեն հասնում է տոտալիտարիզմի, որտեղ տոտալ վերահսկողություն է հաստատվելու Հայաստանում Սահմանադրության փոփոխությունից հետո։ Ոչ թե փոփոխությունից, այլ փոխումից։ Երբ Սահմանադրությունը փոխվի, դուք կտեսնեք դա ինչ Սահմանադրություն կլինի։ Այդ Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը կդառնա կայսր, ոչ թե արքա, այլ այս փոքրիկ ողորմելի տարածքի ամենակարող կայսր հիմա էլ է կայսր փաստացի, բայց ինքը դա ամրագրելու է օրենքով, որպեսզի ոչինչ բան չկարողանան անել իր դեմ, ինքը չի գրել, որ ինքը կայսր է, ինքը մեխանիզմներն է ներդնելու։ Հիմա ինքը ասում է մի բան եւ դա արվում է տեղի ունենում։ Կա հայտնի տեսանյութ, չգիտեմ ինչքանով է հայտնի, ես տեսել եմ աչքովս ընկել է Facebook-ում վիդեոների մեջ, երբ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ Գյումրու մտնում է կաբինետ ու ասում է շուչոկներ են դրած, բարև բան, այսպիսի բաներ է անում, չէ, իրեն հատուկ ոճով։ Ընտրության օրներ կարծեմ։ Հա, ես չգիտեմ երբ էր, հավանաբար։ Ակնհայտ է, չէ, որ այդ մարդը հիմար չի։ Ակնհայտ է, որ ուղեղ աշխատում է, ակնհայտ է, չէ, որ ինքը գիտի, որ ոչ միայն այդտեղ են ձայնագրում իրեն, այլև իր հեռախոսով։ Ասենք ով է կասկածում, ով չի ենթադրում, հա, ես օրինակ խիստ ուժեղ ենթադրում եմ, որ իր հեռախոսի վրա կամ Pegasus է եղել դրված, եթե ես ենթադրում եմ, որ իմի վրա կա, ապա Վարդան Ղուկասյանի վրա հաստատ կլինի, չէ, լսող սարք, լսող ծրագիր եւ այլն, որ դու անգամ չես էլ իմանում, որ դա կա։ Եվ ինքը այդ իրավիճակում ինչ է կարծում, պիտի գնար կաշառքի թեմա քննարկեր, կամ ինչ որ մեկի հետ պիտի խոսեր, որին 100%-ով չէր վստահում, կամ ինչ որ ներդրված ագենտի հետ այդ գործը, կամ իր ինչին էր պետք հիմա դա անել, երբ ինքը գիտի, որ ինքը խոշորացի տակ է եւ իրեն ասում է պիտի դուրս շպրտվի, այսինքն ինչ աստիճանի ավանակ պիտի լինես, որ դա անես, իսկ ավանակ է ինքը, թե չէ, ես կարծում եմ պատասխանը պարզ է, որ չի, ավանակ չի։ Ինչ ասեք կարող եք ասել իրեն, ես իրեն ընդհանրապես չեմ պաշտպանում, ես իրեն ընդհանրապես չեմ էլ համակրում։ Բայց ես օբյեկտիվ ուզում եմ նայենք։ Այդ հատկանիշը չունի։ Դե մարդը ավանակ չի։ Այդ փաստ է, էլի։ Ասենք պիտի ավանակ լինես, որ դա անես։ Հիմա ես պիտի ավանակ լինեմ, չէ, որ ես անձամբ որ ինչ որ ապօրինի բան անեմ, որտեվ ես գիտեմ, ես ընդդիմադիր եմ։ Չէ, ես չեմ ուզենա որևէ մեկի բերանը լեզու դնել, այսինքն ինպես յուրաքանչյուր մեկը, հատկապես Վարդան Ղուկասյանը, ես քաղաքական ֆիգուր չեմ այլևս, քաղաքականության մեջ չկամ, պաշտոն չեմ զբաղեցնում, իշխանությանը, չգիտեմ, կոնկրետ գործադիր սպառնալիք չեմ ներկայացնում։ Չեք էլ հավակնում այս պահին գոնե։ Ընդհանրապես չեմ հավակնում, ընդհանրապես իմ համար փակ են այդ բոլոր էջերը, ես փակել եմ իմ համար։ Բայց անգամ ես որ եթե շատ ուզենամ էլ չեմ ուզում, ինձ պետք չի, ոչ էլ կուզեմ, բայց եթե շատ ուզենամ էլ այդ աստիճանի հիմար լինեմ, այդ աստիճանի ավանակ չեմ լինի, որ հակաօրինական մի բան անեմ, որ այս ռեժիմին հնարավորություն կտա գալու իմ հետևից կամ ինձ ինչ-որ իմ վրա կեղտ կպցնելու թեկուզ բարոյապես վարկաբեկելու։ Հա որ ուզենան կանեն էլի, ինչ ուզենան։ Բայց ինքը ոնց արեց դա, հա, ինչ է կարծում։ Հիմա մենք գիտենք, որ կա պատմություն, օրինակ Բագրատ arczepiskopos Գահստանյանի հետ կապված, երբ հրապարակվեց նյութ, հետո սկսեցին ասել, որ դա կեղծված է եւ որ դա մոնտաժված է համապատասխանելով, իմաստը բոլորովին այլ էր։ Հիմա եթե մենք վստահում ենք այս ռեժիմին, ապա օքեյ, ուրեմն կարելի է անվերապահ հավատալ, որ Վարդան Ղուկասյանը այդ աշճանի ավանակություն արեց, որ այդ կոնտեքստում այդպես ինչ-որ բաներ ասեց, գնաց կաշառակերության, հենց հիմա գնաց կաշառքի։ Փող ունի, չէ, հսկական փող ունի, չէ, կարծեմ։ Այսինքն գործ ունենք էլի մոնտաժված ձայնագրության հետ։ Չեմ կարող բացառել սա։ Ես չեմ կարող դա ասել, բայց ես դա չեմ կարող բացառել։ Ես ոչ փաստ ունեմ, ոչ գիտեմ, կարող է եւ արել է, այդ դեպքում ուրեմն ավանակ է։
Բայց ես չեմ կարծում, որ ավանակի եթե մտնում ասում է ժուչոկներ կան։ Այսինքն այդ պիտի պրիմիտիվ լինես, որ չմտածես, որ քեզ հետևում են, լսում են, որ հիմա Վոլեզո Գրիգորյանը սպանված է, Փարաքարի ընդդիմադիր տեխնացիոն շատ կարևոր կետում հաղթեց այս իշխանությանը, Վարդան Ղուկասյանը քաղաքականապես սպանված է։ Քաղաքականապես ինքը չկա։ Եվ իր պաշտոնական լիազորությունները դադարեցված են։ Արդյոք սա մեսիջ չի, արդյոք սա դաս չի մնացածին, որ չհանդգնեք մեզ որևէ ձեռնոց նետելու։ Արդյոք սա այդպիսի մի բան չի։ Արտաքուս թույլ են տալիս, որ իրենց հաղթեն իբրև թե, բայց ստեղծում են պայմաններ իմ կարծիքով եւ իմ վերլուծությամբ սա է։ Բայց ստեղծում են պայմաններ, որպեսզի որևէ լուրջ մրցակից իրենք չունենան ի սկզբանե։ Այսինքն բոլշևիկյան դասական սցենար է լինում, տեխնացուներ չկան, կամ մեկ տեխնացու, դա ռեժիմի տեխնացուն է, կամ կան 10 տեխնացուներ, բոլորն էլ ռեժիմի տեխնացուներն են։ Եվ 10-ից ամենառեժիմի տեխնացուն է ընտրվում, մյուս ռեժիմի տեխնացուների աջակցմամբ։ Ես կարծում եմ, պիտի այս խնդրին մենք այսպես նայենք, այս կողմից նայենք։ Կրկնեմ, համագրում եմ ես Վարդան Ղուկասյանին, թե ոչ, միանշանակ ոչ։ Բացարձակ չեմ իմ կերպարը չի, բացարձակ չեմ ընդունում իր քաղաքական, արտաքին քաղաքական հայացքները, կտրականապես դեմ եմ դրանց, ես խոսում եմ օբյեկտիվորեն։ Այդ մարդը Գյումրվա քաղաքապետ էր, այդ ո՞նց եղավ, որ հենց իր հետևից գնացին։ Արդյոք միայն ինքն է, եթե կոռուպցիոներ։ Իսկ ինչ են ասում, հետաքրքիր է, կարծեմ, այդպիսի մեղադրանքներ հնչել են նաև Էջմիածնի նախկին քաղաքապետի հասցեին, չէ՞։ Այո։ Ազգանունի չէր Դիանա Գասպարյան։ Դիանա Գասպարյանի հասցեին։ Արդյոք իրեն վազեցրել են ԱԱԾ-ականներով գնացել են բան։ Հետո ձեզ մի բան ասեմ, Կամ Տիգրան Ավինյանի մասով, Անիֆի գործով էլի չենք տեսա նման վերաբերմունք։ Ես այդ թեմային չեմ տիրապետում, դրա համար այդ մասով չեմ կարող դատողության, բայց արդյոք միակ քաղաքապետ կամ գյուղապետն է, որի հանդեպ կարող են հարցեր լինել։ Բայց այս թեմային առնչվող, բայց մի քիչ էլ կողմնակի մի բան ասեմ, հա։ Դուք ընդհանրապես այդ տեսանյութը որ նայեցիք, տեսակ այդ աշճաններով ովքեր էին իջնում այդ խմբով, ովքեր էին գնացել ձերբակալելու։ Ուժային ամբողջ համակարգը կենտրոնացված էր այնտեղ։ Հա, բայց մի հատ նայեք այդ կադրերը, չեք սահմռկում այդ տեսարանից, ոչ թե վախենալու առումով, այլ դե բնականաբար տեսարանի առումով։ Կարծես լուրջ հանցագործի էին ոչնչացնում։ Սա նորմալ բան է։ Իմջելոց ասեմ ձեզ։ Սովորել ենք կարծես։ Եթե սա քաղաքական շոու չի, ասում են մասկի շոու, ես այդ ռուսական տերմինը չեմ ուզում օգտագործել։ Եթե սա քաղաքական շոու չէր, քաղաքական գիծքերիական, ապա Վարդան Ղուկասյանին չէին կարող առավոտյան աշխատանքի գնալուց մեքենան կանգնեցնել, նստեցնել իրենց մեքենա, չէին կարող կանչել քննչական կոմիտե։ Կանչել չէր գնալու։ Ինչի արեցին սա։ Կրկին քաղաքական մեսիջ էր, ոչ ոք, իմ կարծիքով սա է, ոչ ոք չհանդգնի տեղից շարժվի, ինչ ուզենանք կանենք, եւ ոչ ոք մեզ մարտարավեր եւ ձեռնոց չնետի։ Եվ ես կարծում եմ, որ լինելու են շատ ավելի ձերբակալություններ, շատ ավելի նոր գործեր են կարվելու, շատ ավելի նոր մեղադրանքներ են լինելու։ Իսկ գիտեք ինչ կա, ես այս ռեժիմին չեմ էլ մեղադրում արդեն, ինչ մեղադրեմ ռեժիմին։ Արդյոք ռեժիմն է մեղավոր, թե արդյոք բարոյական մեղավորությունը եւ պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր հանդուրժում են այս ռեժիմին։ Ռեժիմը գործ ունի, առաքելություն ունի։ Ջելոց ես ասեմ, այս ռեժիմը, ինչքան էլ ողբերգական է Հայաստանի պատմության մեջ, միակ գաղափարախոսություն դավանող ռեժիմն է, ինչքան էլ որ իրենք սկզբում ասում էին, այս վարչապետ իզմեր չունեն։ Վարչապետը ասում էր, իզմեր չունենք, իրենք ունեն իզմ։ Իրենք միակ իզմ, այսինքն գաղափարախոսություն դավանող ռեժիմն է, եւ դա Հայաստանի լուծարման գաղափարախոսությունն է, իմ համոզմամբ։ Ես այդպես եմ տեսնում եւ հասկանում։ Եվ պարոն Մարտիրոսյան, Ղուկասյանի ձերբակալության օրը գյումրեցիների վերաբերմունքը այնտեղ ընդվզում էին ակնհայտ ձևով, փորձում էին թույլ չտալ, որ նրան ձերբակալեն։ Ձեզ համար հասկանալի էր, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանի դատավճռի ժամանակ մենք նույն բանը չտեսանք, դե նրան իհարկե Էջմիածնից ձերբակալեցին, այդ դեպքերին անդրադարձել ենք, բայց դատավճիռը հրապարակելիս, երբ նրա նկատմամբ նման խիստ պատիժ ընտրվեց, մենք որևէ գյումրեցու չտեսանք, ով փողոց դուրս կգար եւ կփորձեր իր դժգոհությունը արտահայտել այդ կապակցությամբ։ Իսկ ինչի կապակցությամբ են Հայաստանում դժգոհություն արտահայտում, Արցախի հանձնման կապակցությամբ դժգոհություն արտահայտել են 150,000 թե 120,000 կարևոր չի, արցախցի դուրս է եկել, բողջաները կապել դրել է մեքենաների բեռնախցիկներն ու վերևը եւ եկել է Երևան կամ Հայաստանի այս հատված եւ իրենք էլ չեն բողոքել, ինչ բողոք։ Վարդան Ղուկասյանի համար ինչի էին հավաքվել, դե ախպեր տղա է։
Այդտենց բան կա, չէ, ասենք ախպերներով պահում ենք իրար բան։ Էլի քաղաքական մոտեցում չէր դա, էլի բողոքի նշան չէր դա։ Դա ախպերական բաներ էլի, մեր ախպեր տղենա բռնում են, չթողենք բան, այս կողմեն կողմ, տենց թիմային բան։ Ես այդտեղ չեմ տեսնում բողոքի կամ քաղաքական ինչ-որ։ Դրանից հետո պիտի ցույցեր լինեին տրամաբանորեն, եթե դա քաղաքական էր։ Տեսան քաղաքական ցույցեր։ Ավարտվեց։ Չէ, մի հատ չթողեցին, բայց գոնե, գիտեք, գոնե կոնտրաստ էր էջ միասին հետ, որտեղ կաթողիկոսը հրում էր Միքայել Հաչապյանանը, թե գնա, տարեք։ Այն փաստաբաներով էլ համոզում են թե գնա հանձնվի։ Վարչապետի տեխնացումի դարձիր։ Հա, ես չեմ ասում թե պիտի Միքայել Հաչապյանը փախներ, բան։ Չէ։ Ես այդպիսի բաներ չեմ ասում։ Պարզ է, որ եկել էին ձերբակալելու, ինքը պիտի չդիմադրեր, պիտի ձերբակալեին, տանեին։ Բայց կրկոտ ձևով հանձնվել, երբ որ ինքն էլ տենց միտք չուներ, այսինքն ընդհանրապես ոչ մի բողոք չարտահայտվեց։ Հատկապես այս կաթողիկոսի կողմից էլի վերադարձանք իրեն։ Բայց սա էլի մեծ պատկերի տրամաբանության մեջ դինանք, ոչ թե հատվածաբար։ Կաթողիկոսը էս արեց, կաթողիկոսն էլ էլի ժողովրդի մաս չի, շատ է տարբեր ժողովրդից։ Տարբեր հարցերում իր մտածելու, չէ։ Ինքը մտածում էր, որ ճիշտը հանձնելն է։ Հանձնեց։ Կկու հիմար կկու, քանի ձակ ունես դու։ Այս մեկին էլ տուր, այն մի ձակին էլ տուր, Թումանյանի հայտնի հեքիաթը, չէ։ Հերթով ձակերին գցում է աղվեսին, որ մնացած ձակերը մնա, վերջում ձակ չի մնում։ Մոտենում է իրեն, բայց արդեն առանց ձակ կկունում է պետք։ Հիմա այս կաթողիկոսն է ձակերին տալիս, ինչ որ մի միավոր տալիս է երկիրը որպես իր ձակերին, երկրի այս հատվածը Արցախն է տալիս, հետո ճանաչում է Ադրբեջանի մաս, հետո տալիս է Սևլիճը, հետո տալիս է Տավուշի գյուղերը, բայց ասում են չենք տվել, բան էս նորմալ է։ Գիտեք ինչ կա, Դավիթ։ Եթե բոլորը օքեյ են այս գործը, դες չեմ ասում, բոլորը համաձայն են։ Բոլորը համաձայն չեն, անհամաձայններ կան, բայց իրենց խոհանոցներում, իրենց զուգարաններում, իրենց ննջասենյակներում են անհամաձայն։ Խոսում են ընտանիքի անդամների հետ, ձվածեղ ուտելուց քննարկում են բան։ Անհամաձայնություն մեծ հաշվի չկա, բայց գոնե կան մարդիկ, որոնց սա դուր չի գալիս, հա։ Դա կա։ Շատ չեն, բայց կա։ Բայց եթե դա քաղաքական երևույթ չի, դա նշանակում է բոլորը օքեյ են։ Չի կապիտալիզացվում դա։ Անհամաձայններն էլ են օքեյ։ Այդ օքեյը չեն կարող թարգմանել։ Այսինքն դե դիմա սա է էլի։ Ինչպես ընտրության չգնացածներն էլ անուղղակի կերպով Նիկոլ Փաշինյանին ընտրում են նույն պատկերներապես։ Իսկ ասեի ուղղակի է դա ուղղակի մասնակցություն է ընտրությանը հօգուտ ռեժիմի։ Բայց ընտրության գնալն էլ մասնակցություն է էլի հօգուտ ռեժիմի։ Որտեվ ընտրությունը կայանում է մեկ, երկրորդ հերթին դու դրանով գտնում ես, որ հայտարարում ես, որ դու հավատում ես, որ ընտրությամբ հնարավոր է Հայաստանում իշխանություն փոխել։ Այս դեպքում մասնակցեն մարդիկ թե ոչ։ Ես չեմ մասնակցում, ես չեմ մասնակցելու։ Մարդիկ իրեն գիտեն, իրենք մասնակցեն թե չէ։ Ես խոսում եմ երևույթի մասին, քաղաքական վերլուծություն եմ անում, համընդհանուր, չգիտեմ, քաղաքագիտական տեսանկյունից։ Թող մասնակցեն, խնդիր չի։ Ես խոսում եմ երևույթի մասին եւ վեր հայաստանյան։ Մի պահ մոռան Հայաստանի մասին համարենք, որ չեմ խոսում։ Երբ որ իրավիճակում դու գնում ես եւ process-ի մեջ ես մտնում, դու ցույց ես տալիս, որ դու հավատում ես, որ հնարավոր է բան փոխել։ Ես անձամբ չեմ հավատում, ես խոսում եմ իմ մասին հիմա, ես չեմ հավատում, որ Հայաստանում որևէ ընտրություն կարող է իշխանություն փոխել։ Հայաստանում երբևէ չի եղել ընտրություն, երբ իշխանություն է փոխվել, երբևէ։ Ընդ որում հատկապես հիմա, երբ առավել քան երբևէ այս երկրի պատմության մեջ, հազարամյակների պատմության մեջ, ամենավճռական պահն է, երբ այս իշխանությունը երկնքից թափված մանանա է այս երկիրը գրավողների համար եւ այս երկիրը կապիտալիզացնող վաճառողների համար, որ Ռուսաստանն է, իսկ գրավում են Թուրքիան եւ Ադրբեջանը, երբ այս ռեժիմի մնալը իրենց կյանքի երազանքի մանանան է երկրից թափված իրականությունը, իրենց աներև աշխարհում նախադեպ չունեցավ մի երևույթ իրենց համար։ Չկա այդպիսի բան, որ որևէ տեղ չի եղել, որ երկու հակամարտող պետությունների կամ ժողովուրդների միջև մեկում հայտնվի մեկը, որ այսպիսին լինի, որպես ռեժիմ, որպես իշխանություն։ Այս պարագայում դուք կարծում եք, որ ընտրությամբ հնարավոր է որ բան փոխվի, ես չգիտեմ դուք ինչ եք կարծում, ես կարծում եմ չէ։ Հիմա կարող է հարց ծագել, բա ինչպես կարող է փոխվել։ Այո։ Կարծում եմ, որ մնացած բոլոր տարբերակներն էլ աշխատող չեն այս պարագայում։
այդ թվում մենք լսում ենք, չէ՞, տարբերակներ այդ թվում impeachment են անում, impeachment-ի տարբերակ են քննարկում են ոչ օրինական տարբերակներ, քննարկում են այս ոչ մի տարբերակ իմ սուբյեկտիվ համոզմամբ չի կարող աշխատել Հայաստանում։ Հետևաբար անիմաստ ապուշ տարբերակներ են բոլորը։ Իսկ խնդիրը երկրի ներսում չի։ Միակ չէ, հենց երկրի ներսում է։ Հայ հենց դրա համար չի կարող աշխատել։ Եվ ովքեր ասում են, որ խնդիրը երկրի ներսում չի, դրսում կա խնդիր, բայց այդ խնդիրը հաղթարելի է երկրի ներսից։ Ովքեր ասում են, որ խնդիրը երկրի ներսում չի, իրենք իրենց մեղքը որպես հասարակություն բարդում են դրսի վրա, իսկ մեղքը անգործությունն է։ Ասեմ ձեզ, որն է միակ տարբերակը, որը նույնպես տարբերակ չի։ Միակ տարբերակը զանգվածային, ոչ թե 1000, 10000, 20000, այլ 200 եւ ավելի հազար, 200,000, 300,000, 400, կես միլիոն, 1 միլիոն ժողովրդի փողոց դուրս գալն է խաղաղ եւ բողոքի կտրուկ ձայնով արտահայտումը, ձայնով, խոսքով։ Բողոքի արտահայտումը խաղաղ ցույցերի միջոցով։ Ամբողջ երկիրը պարալիզացնելով։ Ես պետք է չի որ պարալիզացնեն, հասկանում եք, երբ որ 400,000 հոգի դուրս է գալիս փողոց, պարալիզացնելու խնդիր չկա այդտեղ։ 400,000 հոգուն ոչ օտարերկրյա բանակը կարող է մի բան անել, չի մտնելու երկիր կոտորի։ Այն բանակը, որ ուզում է գրավել քեզ եւ իր պլանները սկսում է խախտվել։ Ոչ ռուսական կայսրությունը կարող է մի բան անել, ոչ սովետը կարող է մի բան անել, ոչ ներքին ռեժիմը առավել եւս ունի այդ ռեսուրսը մի բան անել։ Խնդիրը նրանում է, որ 400,000-ը չկա ու չի կարող լինել Հայաստանում, դա էլ չի կարող լինել։ Էլ չասեմ, որ այն որ խոսում են գնան, ինչ որ մի խումբ բաց չկա, ինչ որ մի խումբ գնա իշխանություն վերցնի, բաց չկա, ապուշություններ են, դրանք չգործող տարբերակներ են։ Էլ չասենք, որ դրանք շատ ավելի վատ հետևանքներ են ունենալ։ Հիմա կարող են մեղադրել էլի ռեժիմի ջրաղացին Գախնիձեո Ջուլիոսյանի մեջ չէ։ Դա ավելի ուժեղ խաղաթղթեր, ես տեսական դաշտում վերլուծում եմ, կարող է տալ այս ռեժիմին անելու ամեն ինչ։ Եվ մեծ հաշվով քաղաքական առումով այս իրավիճակում դա ամենաապուշ քայլը կարող է լինել։ Եվ այդպիսի քայլերը։ Բա ո՞րն է լուծումը։ Լուծում չկա, որտեվ ունես այս ժողովուրդը, որը 300,000, 400,000, կես միլիոն, 1 միլիոն չի ձևավորելու փողոցներում, որը սատարում է իրականում Նիկոլ Փաշինյանին եւ այս ռեժիմին եւ այս գաղափարախոսությանը Հայաստանի կործանման։ Հիմա եթե կա կործանումը սատարող ժողովուրդ, մենք ինչից ենք խոսում։ Ես նստած ապուշ գործով եմ զբաղվում հենց հիմա։ Ժամը վաճառությամբ։ Այսինքն ժամ ենք ստանք։ Չէ, ես տալիս եմ այդ գնահատականը, որտեվ ես իմ արածը, այ ջան, համարում եմ արդեն ինքնանպատակ։ Ես համարում եմ, որ ես դատակ տեղն եմ խոսում, որտեվ իրոք դատակ տեղն եմ խոսում։ Բայց ես համարում եմ նաև, որ կան բաներ, որոնք պիտի ասես, այո, որտեվ դա քո պարտքն է, դու ինչ որ պարտք ունես, եթե ունես, թե ինչ ունես այդ պարտքը, դու դա արդեն ներքին բարոյական, ներքին գիտակցական խնդիրներ են։ Եվ պիտի ասես, որ մեկը գոնե ասած լինի, որտեվ եթե այս ժողովրդի մեջ ոչ միայն 400,000 հոգի չկա, որ դուրս գա, այլև մի հոգի չկա, որ քեզից բացի դուրս գա եւ ասի այն, ինչ որ ոմանք, չեմ ասում շատերը, բայց ոմանք գիտեն, բայց ռիսկ չեն անում, ասեն, որտեվ հարմար չի իրենց համար, ապա այդ ժամավաճառությունը ես անում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, այդ արդյունքի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։ Կհանդիպենք։